Թանկագիներս, այսօր այնքան հետաքրքիր հայտնություն ունեմ։ Այս հայտնությունը ես երբ որ Երևանում էի վերջերս, այդ ժամանակ եմ ստացել ու գիտեք, այդ 24 օրվա ընթացքում մոտավորապես համարյա թե երևի սուտ չասեմ, մի 20 օրը ամեն առավոտ ժամը 4-ին էի ես արթնանում ու Սուրբ Հոգին խոսում էր իմ հետ։ Ու այդ օրերից մեկը այս հայտնությունն է, խոսում էր տարբեր բաների համար, տարբեր մարդկանց համար, տարբեր ուղղությունների, ծրագրերի ու այս հայտնությունը տվեց։ Ուղղակի մի հատ հետաքրքիր նկար տվեց, որ մարդը նմանա ծառի։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր է, որ հետո ինքը այդ նկարը տվեց պտղաբեր ծառ, այսինքն երկու մարդու օրինակ տվեց ինձ Սուրբ Հոգին, որ մարդ ով Աստծո հետ մտերմություն անում, ով հաճախում է եկեղեցի, դու գիտես, որ եկեղեցի հաճախելով դու Աստծո հետ մտերմություն ես անում։ Այսի ուղակի ինչ որ կյանք չի, ուղակի հոբի չի, ուղակի ինչ որ ձև չի, հա, այսի հետաքրքիր իրական կյանք է։ Ու այն իհարկե հետևանքներ ունի, այն իհարկե արդյունք ունի իր հետ ու ցույց տվեց մի ծառ, որը մի մարդու, որը եկեղեցի չի հաճախում, մի ծառի, որը ինքը անմշակ է ու անխնամ է ու ունի պտուղներ, բայց վայրի են պտուղները։ Ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ ճամբարում էի, 5-6 տարեկան երևի Ստեփանավանում առաջին անգամ ես վայրի տանձ եմ կերել, անտառ էին տարել, մեզ ճամբարում պիկնիկ էին տարել մանգալու ու տեսա անտառի մեջ մի տանձի ծառ, փոքր տանձեր էին, այնց ուրախացա, դե այդ տարիք երեխեքը մանավանդ ճամբարում միշտ սոված են, չէ՞։ Ով եղել է համաձայն է այ։ Հիմա երբ որ այդ տանձի ծառը տեսա, այնքան ուրախացա ու ասում եմ հիմա կուտեմ։ Քաղեցի, քուրիկիս էլ հյուրասիրեցի, բայց հենց կծեցի հիասթափվեցի, որովհետև դա ուտելու չէր։ Դա դեկորատիվ էր կամ չգիտեմ, անմշակ էր ինքը անմշակ էր։ Ու գիտեք, թանկագիներս այնքան հետաքրքիր նկար տեսա ես, խնդրեմ, որ Դանիելս միացնի այդ նկարը։ Ուրեմն այս աջ կողմում մշակված ու խնամված ծառն է, որը ջրերի մոտ է, դեռ մեկ ջրերը, հա, ջրերի հոսանքի մոտ է ու եկեղեցին, որ մեծ նշանակություն ունի, Աստծո խոսքը, գիտեք, որ եկեղեցին դա խոսքի աղբյուրի վայր է։ Ու ինքը ունի իր վրա տարբեր պտուղներ, կասես ծառի վրա խաղող, դեղց, խնձոր եւ այլն, գիտես, տարբեր պտուղները, Աստվածաշունչն էլ ասում, որ մարդու գործերը տարբեր պտուղներ են, մարդու գործերից տարբեր ուղղություններով տարբեր պտուղներ կարան ունենան, կարող է լինել, իսկ աջ կողմում թանկագիներս մի ծառ է, անխնամ, չորացած, խավարի մեջ, այստեղ նկարի մեջ այդքան էլ լավ չի երևում, խավարի մեջ, որտեղ չկա սնունդ, սնուցում, կենդանի խոսք, որ գալիս է Աստծո բերանից, Աստծո տնից, Աստծո տան մեջ կա, չէ՞, Աստծո խոսքը։ Ու այնտեղ ինչա, մահ, մեղք։ Ու գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ Աստվածաշունչը ինքը շատ անգամ Հիսուսը իր օրինակների մեջ մարդուն նմանացնում է ծառին։ Հիմա այս նկարը ես տեսել եմ այդ ժամանակ, ժամը 4-ին։ Այդ ժամանակ ես տեսել եմ այս նկարը ու ձախ կողմում, ասենց որ կանգնենք մեզանից ձախ կողմում, էսի ասեց մարդը, ով ինքը եկեղեցում է, որովհետև եկեղեցում թանկագիներս կա Աստծո խոսք, կա կենդանի Աստծո խոսք, որ Աստծո խոսքը մարդուն մշակում է, մարդուն
պաշտպանում է, մարդուն ձևավորում է որպես անձնավորություն, որ կարողանա ունենա հարաբերություն Աստծո հետ եւ կարողանա ունենա անարատ կյանք։ Գիտեք, մարդը առանց Աստծու ինքը չի կարա սրբվի։ Մարդը առանց Աստծու, առանց Աստծո խոսքի ինքը չի կարա արդար լինի։ Մարդը առանց Աստծո ուղղորդության ինքը չի կարա մոտենա Աստծուն։ Էդի Աստվածը, որ ամեն բան արեց, Աստվածը, որ ամեն բան անում է ու դռներ է բացում, հնարավորություններ է տալի մարդուն, որպեսզի մարդը կարողանա մոտենա Աստծուն։ Ու մարդը ինչքան մոտենում է Աստծուն, այնքան նրա պտուղները շատանում են, այնքան նրա պտուղները ավելանում են։ Ու գիտեք, որ երբ որ դու սնվում ես կենթանի ջրերից, որ Աստծո գահից է գալի, որ Աստծո կենթանի խոսքից է գալի, այդ կենթանի ջրերը տալիս են քաղցր պտուղներ։ Այս կենթանի ջրերը տալիս են պտուղներ, որոնք հաճելի է մուրաբա անել, կամպոտ անել, ուտել, ճաշակել, հյուրասիրել։ Գիտեք, երբ որ Հայաստանում հյուր ես գնում ու սեղանին միրգ են դնում, ասում են մեր բակից է։ Էսի չեմ ասի հպարտություն, էսի հաճելի է, որ քո հողը, քո բակը, քո պտուղը տալի ու քաղցր պտուղ, որով դու կարող ես հյուրասիրես։ Ու գիտես, թանկագինս, այսօր ես ու դու էլ մեր կյանքի մեջ ամեն մեկս կապ չունի, տղամարդ կին, ահել ջահել կապ չունի։ Մեր կյանքի մեջ ամեն մեկս կարանք ունենանք պտուղ, որ ինչ որ մեկի առաջ դնենք, հասկանում եք, կարա Աստված մեզ այնպես անի, այնպես ձևավորի, այնպես կարգավորի մեր կյանքը, որ մենք ինչ որ մեկին ինչ որ մի բան մատուցենք ու դա քաղցր լինի այդ մարդու համար։ Հասկանում ես, ու դա մենակ կարա այն պայմանների մեջ լինի, եթե կենթանի ջրեր կան ու եթե թանկագինես ուղղակի ստեղ նկարի մեջ չգիտեմ նկատելի է թե չէ, այս կողմը խավար է, այս կողմը լույս է։ Ուրեմն ուզում եմ մի բան նկատենք, որ Աստծո խոսքը ինքը շատ կարևորություն է մարդկության համար եւ ընդհանրապես երկիր մոլորակի համար։ Եթե դու բացում ես, երբ որ բացում ես Աստվածաշունչը, Աստծո հոգին շրջում էր հենց առաջի բառերը։ Անձև խավար դատարկության վրա։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև դատարկ էր, անդունդի վրա խավար էր եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասեց. հասկանում եք, այդ բառերը, Աստծո ձայնը, Աստծո խոսքը այս երկրի վրա, երկիր մոլորակի վրա ինքը շատ կարևոր է, շատ մեծ նշանակություն ունի ու շատ մեծ կարևորություն ունի ու մենք չենք կարա դա մեզանից հանենք, մենք չենք կարա դա զանց անենք մեզանից ու ասենք մենք մեզանով, ես այնքան բարի մարդ եմ, ես այնքան մանկապարտեզներ եմ կերակրում, հասկանում ես, կամ չգիտես այստեղ ձրի ինչ որ մի բան եմ անում, ընդ բենևոլ եմ, չէ թանկագինս, այդ ամեն ինչը լավ է, որ դու անում ես, բայց գիտես, եթե էսի չկա քո կյանքի մեջ ու ինքը կենթանի չի, հասկանում ես, ու դու ամեն անգամ իրանից չես սնվում, այս պատկերը կարա լինի, չորություն, թանկագիներս, ուրեմն նայեք, լուսավորություն, լույսի մեջ Աստծո խոսքը նաև ինչ է, լույս է, չէ ինքը, լույսը ինչ է անում, լույսը առաջնորդում է, լույսը ցույց է տալիս, լույսը, օրինակ ծառը ինքը կարիք ունի լույսի, ինքը չի կարա խավարի մեջ աճի, ինքը չի կարա խավարի մեջ լավ պտուղներ ունենա, գիտեք անտառի մեջ, որովհետև անմշակ անպտուղ է, որովհետև լույսի պակաս է, որ լավ չի բերքը, լույսի պակասությունից է, ջրերի պակասությունից է, ու հաջորդը նայեք, ջուրը, Աստծո խոսքը նաև ջուրը, ջրի մեջ ինչ կան վիտամիններ, կյանք, սնունդ, հիմա կուզեմ անցնենք Աստվածաշնչին, ուրեմն թանկագիններս, հիմա տեսեք, ընդհանուր Աստվածաշունչը
շատ հաճախակի մեր Տեր Հիսուսի օրինակներով մարդուն համեմատում է ծառի։ Ուրեմն ինչ հետաքրքիր բախ կա, նայեք, արմատները էդի մարդու հավատքն է։ Եթե ես ու դու հավատք չունենանք, մենք չենք կարա սնվենք։ Մենք չենք կարա ջուր վերցնենք։ Հասկանում եք, անկեղծ եմ ասում, այստեղ նստած ենք քանի հոգի, ամեն մեկս մեր ձևով ենք ընկալում ստեղի գրվածը խոսքը։ Էդի նորմալ է, բայց գիտեք, ամեն մեկս մենք չենք կարա ասենք, որ էսի իմ ձևն է, էսի ես ասենց եմ ուզում։ Ամեն մեկս մենք վերցնում ենք այնց, ոնց որ Աստված է ուզում։ Հասկանում ես, ես ու դու չենք կարա գանք Աստծուն ու ասենք, գիտես ինչ, որ դու ինձ ստեղծեցիր ու կյանք տվեցիր, ինձ այս ձևով է հարմար, քեզ մոտենամ, ճանաչեմ ու պաշտեմ։ Կներես, այստեղ հարմար չի, ինձանից մի նեղացի։ Հասկանում ես, էսի չենք կարա։ Եթե ես ու դու Աստվածապաշտ ենք, մենք մեր պաշտամունքը մատուցում ենք, ոնց որ ինքն է ուզում, որ դա ընդունելի լինի։ Եթե ոչ, մենք Աստվածապաշտ չենք լինի։ Աստվածապաշտություն չի լինի։ Ուրեմն ջուրը ստեղ Աստծո խոսքն է ու կենթանի հոգին է։ Ջուրը ծառի համար, պտուղները էդի մարդու գործերն են, հա, մարդու ով լինելը, այսպես կարելի ասել, մարդու բնավորությունը, հասարակության մեջ ով լինելը։ Ու աջ կողմում թանկագիներս չորություն, ցամաք, այսի մեղքի հետևանք, մահ։ Էլի ոնց ասած Աստվածաշունչն է ասում։ Հիմա Մատթեոս 7-րդ գլխի 16-րդ խոսքից եկեք կարդանք։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ուրեմն Հիսուսը մեր Տեր Հիսուսը մի հատ հետաքրքիր օրինակ է բերում ստեղ։ 17-րդ խոսքը, 16-րդ խոսքը առայժմ բաց թողնենք։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է ու կրակի մեջ է գցվում։ Թանկագիներս, գիտեք, շատ հաճախակի հանդիպում եմ մարդկանց, այստեղ մի փոքր պաուզա եմ ուզում անեմ, ու այս խոսքը կարդալուց ինձ մի բան է հիշացնում, հաճախակի հանդիպում եմ մարդկանց, որ մարդիկ ասում են, ես աթեիստ եմ, կամ էլ ես իմ Աստվածն ունեմ, կամ էլ ես իմ ձևերն ունեմ։ Այստեղ մի հատ շատ կներեք ներողություն եմ ուզում խնդրեմ ու մի բան ասեմ, որպես հայտարարություն։ Այն ծառը, որ պտուղ չի բերում, իրա տիրոջը, որ իրա տերն է ուզում, ինքը կտրվում է ու գցվում է կրակի մեջ։ Այսի ես չեմ ասում, կյանքի տերն է ասում, կյանքի տերը։ Թռնենք 21-րդ խոսքը։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում նա։ Այս էլ հաստատություն։ Մերնեմ Աստծուն, Աստծու կենաց են խմում, չգիտես ինչ են անում, բայց ոնց որ իրանց է հարմար։ Հիշում եք միացան ստեղ Աստվածաշնչից, որ ասում է Աստծուն ճանաչելով նրան որպես Աստված պաշտամունք չարեցին, ու դա ինչ բերեց իրանց գլխին։ Անեծք, վախճան, որովհետև Աստծուն ճանաչելով համապատասխան Աստվածային պաշտամունք չտվեցին Աստծուն։ Հիմա տեսեք թանկագիներս, Հիսուսը ինքը Հիսուսը շատ հասարակ ու պարզ օրինակը բերում է,
Վերադառնանք 16-րդ խոսքը։ Իրանց պտուղներից է նրանց ճանաչեք։ Միթե փշերից խաղող են խաղում կամ տատասկից թուզ։ Թանկագիներս, միթե մարդը, որ Աստծո խոսքով է սնվում, ինքը կարա անեցք լինի։ Միթե մարդը, որ Աստծո տան մեջ սնվում է կենթանի խոսքով, ճշմարիտ խոսքով, ինքը կարա վատ պտուղ բերի, ինքը կարա փուշ լինի, կարան լինեն, որովհետև Աստծուն ճանաչելով համապատասխան պաշտամունք չարեցին։ Գիտես, շատ ժամանակ թանկագիններս հենց էսի է ցավալին, որ ասում է, երբ որ Տերը եկավ այս պատմության մեջ, թուզը տնկել էր, այգեպանին դրել էր գործի ու գնացել էր իր գործերով։ Ու հետո եկավ, երրորդ տարին է ասում արդեն, ես սպասում եմ պտուղ իրանից, չունի կտրի։ Այգեպանն էլ իմ նման բարի հովիվ։ Ասում է, ինչ կլինի, մի տարի էլ ժամանակ տուր։ Մշակեմ, փորեմ կողքերը, աղբ ավելացնեմ, տուր այդ հնարավորությունը։ Թանկագինս Տերը տալիս է։ Տերը բարի է, տալիս է, բայց բարեխոս է պետք։ Հասկանում եք, հիմա տեսեք ինչքան կարևոր է իմ ու քո լինելը, թանկագիններս, ինչ որ մեկի կյանքում։ Ինչքան կարևոր է մենք լինենք ճիշտ տեղում, ճիշտ ընթացքի մեջ, ճիշտ ժամանակի, վայրի ու հասկանում եք, ու եւ Տիրոջ առաջ, եւ մենք ինքներս մեր մեջ եւ մարդկանց, էսի շատ կարևոր է, որ մենք լինենք ճիշտ տեղերում։ Եթե մենք եղանք էգոիստաբար, ասված իմ համար, էս էլ ինձ, լսի, 1, 2, 3, եթե քեզանից չի հոսում, այդ ջուրը նեխելու է։ Հոսող ջրերը, ես ուզում եմ նկարը հետ դնես, Դանիել ջան, ու մի հատ հետաքրքիր, գիտես, երբ որ պարկել էի քնելու այդ օրը, երբ որ ես այս նկարը տեսա, մի բան ասեմ, գաղտնիքով էլի, միջև քնել ես, առաջի սաղմոսն եմ կարդացել նոր քնե։ Այնքան լավ սաղմոս է։ Ու շատ հայտնություններով լցված։ Եկեք բացենք։ Միասին ենք, չէ՞։ Հալելույա։ Հիմա թանկագիններս բացում ենք առաջի սաղմոսը։ Այսի ուզում եմ ես այս աստվածաշնչով կարդամ։ Յուղը վրեն աստվածաշունչը։ Բացել ենք, լավ, դու կարաս չդնես, Դանիել ջան, թող այս նկարը մնա, որ երբ որ ես կարդամ, այս խոսքերը մենք տենանք այս նկարի մեջ։ Երանի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Մի հատ մարդու երանություն է տալիս։ Սաղմոս գիրքը 150 սաղմոս ունի, 1000 քանի 100 հատ խոսք։ Սկսում է ինչ բառերով։ Մի մարդ կա, որ երանի է, որ այստեղ չի գտնվում։ Գիտեք, թանկագիններս, նեյտրալ տարածք չկա։ Նեյտրալ տարածք չկա, որ ոչ ստեղ ես, ոչ ստեղ։ Չկա։ Կամ խավարի մեջ ես, կամ լույսի։ Երանի են մարդը, որ այս տարածքում չի։ Երկրորդ խոսքը, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր մտածում են նրա օրենքի մասին։ Իսկ որտեղ կարա իմանան Աստծո օրենքը։ Որտեղ։ Եկեղեցում, որտեղ որ նրա մասին է խոսում։ Իսկ որտեղ է նրա մասին խոսում։ Իր տան մեջ։ Չէ՞։ Իր տան մեջ։
Նրա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, եւ նրա տերևը թառամելով չի թափվում, եւ ամեն ինչ որ անում է հաջողում է նրան։ Այնպես չեն ամբարիշները, այլ նման է հարդի շուղի, որ ցրիվ է տալիս քամին։ Հարդի շուղը գիտեք որն է։ Հարդի շուղը թանկագինես տեսել եք որ ցորենը մաղում են, այտենց ձերքով, հա։ Տեսած կլնեք հայերը։ Դա ձերքով մաղում են քամին հարդը տանում է, պտուղը մնում է։ Հասկանում եք, եթե քաղցրություն չկա, եթե ծանրություն չկա, հարդ է դառնում։ Պտուղը, այսինքն քամին կտանի, կարևոր է որ ես ու դու քաղցրությամբ լցվենք, կարևոր է որ ես ու դու այդ ջրերից խմենք թանկագիներս, այսի շատ կարևոր է որ լցվենք այդ ջրերից, որովհետև եթե ջրերը չլցվա մեր մեջ, մենք հարդ ենք, քամին կարա փչի ու տանի, իսկ երբ որ ջրերը լցվում է ու լույսից առաջնորդություն կա, մենք պտուղ ենք դառնում, մենք կարևորություն ենք դառնում ու մենք մնում ենք Տիրոջ համար։ Հալելույա։ 4-րդ խոսքը, այպես չեն ամբարիշները, այլ նման են հարդի շուղի եւ որ ցրիվ է տալիս քամին։ Սրա համար ամբարիշները չեն կարող կանգնել դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովում, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշների ճանապարհը պիտի կորչի։ Թանկագիններս, հիմա տեսեք, ասում եմ, ես ինչ ասում, ոնց Տիրոջ ուրեմն արդարները պետքա լինեն Տիրոջ դատաստանի մեջ։ Ասում եմ, Սուրբ Հոգի ջան, էդի ո՞րն է, ոնց Տիրոջ դատաստանի մեջ ոնց արդարները, ու գիտեք ինչ է բացում Սուրբ Հոգին, Տիրոջ դատաստանը արդարությունն է։ Արդարությունն է, Տերը ինքը ուղղակի չի դատապարտում, Տերը չի արդարությունն է, հասկանում եք, եթե Տիրոջ դատաստանը հասավ ինձ ու քեզ, ուրա մեզ, ուրա, մենք փրկված ենք, դա արդարությունն է, հասկանում եք, ու տեսեք թանկագինես ինչքան կարևորությունն է, որ ամբարիշները չեն խառնվում, Աստված տնական լեզվով ասած, թացը ջորի չի խառնում, ինքը ջոգում է, ունես չէ, որ գիտես, որ հանկարծ եկավ այս խմբին էլ այսենց վերցնելու է, այս խմբին էլ չէ, թանկագինես, ինքը ջոգում է, Հիսուսը ասաց մեկը ստեղ կլինի, մեկը ընդեղ կլինի, երկուսը պարկած կլինեն, մեկը կլինի, մեկը չէ, հասկանում եք, թանկագինես, այսինքն ինքը ջոգում է, հիշում եք մի հատ ուրիշ տեղ, որոմների մասին Հիսուսը առակ արեց, ու ասում է թողեք հասնի, թողեք ժամանակը գա, երբ որ ժամանակը եկավ, այն ժամանակ ես ասում եմ, իմ հրեշտակներին կասեմ, իրանք կջոգջոգեն, որը պետք է մեզ, կբերեն իմ աջ կողմը, որը պետք չի, նորից կրակի մեջ, դրա համար թանկագինես, այսօր շատ կարևոր է, որ Աստված, եթե ես ու դու ենք, ստեղ տարբերություն տենում, մեկը տենում, ոնց եք տենում, փակել եմ, եթե ես ու դու ենք սրանց տարբերությունը տենում, Աստված առավել ևս թանկագիններս, ուրեմն լույսը ուղղություն է տալի, լույսը օգնում է, աճ է տալի, չէ, ջրերը սնուցում են տալի, վիտամիններ, ու մեկ էլ ինչ անում, լվանում է, մաքրում է, որ Աստծո խոսքը չլինի իմ ու քո կյանքի մեջ, բա ոնց սրբվենք, բա ոնց մաքրվենք, բա ոնց իմանանք որը լավ է, որը վատ է, եթե մեր կյանքի մեջ չկա այդ կշիռը, այդ սահմանը, որ Աստծո խոսքը, ամեն ուրախ ես դու, թանկագիններս, ուրեմն արեք մի քանի տեղ նայենք Աստվածաշնչից, թե ինչա լույսը, կուզեք միասին, նայենք, հետաքրքիր է ձեզ, գնանք առաջ,
Այնքան օրտնված եմ անկեղծ, այս հայտնություններով այնքան օրտնված եմ, ես գիտեմ, որ դու էլ շատ օրտնված ես լինելու։ Եկեք նորից բացենք 119 ամենաերկար սաղմոսը։ Ամենաերկար սաղմոսի մեջ 105-րդ խոսքը։ Նայեք ինչ է ասում. քո խոսքը ճրակ է իմ ոտների համար եւ լույս ճանապարհի համար։ Էսի ուղղորդություն։ Գիտես, քո ընթացքը դու կարող ես մտածես Աստված ջան, ինչ անեմ, այս պարագայում ինչ որ մեկի հետ վիճվել ես։ Հա, օրինակ եմ բերում, էսի ոնց կարա Աստծո խոսքը լույս լինի իմ ճանապարհի մեջ։ Վիճվել ես մեկի հետ, հիմա մտածում ես ինչ անես, ոնց հարցերը լուծվի այդ հարաբերության։ Ու աղոթում ես, ու բացում ես Աստվածաշունչը, ու մեկ էլ Աստվածաշունչն ասում է, որ պետք է ներես իրան։ Ասում է, ոնց ներեմ, չէ որ ես սխալն արենքը, մեկ էլ շարունակում է կարդալ, Հիսուս ասում է, եթե իր սխալը քթել ես, ուրեմն դու 100 անգամ մեծ սխալ ունես։ Հիշում եք, մի հատ տենց առակ էլ արես, չէ՞։ Ով է հիշում այդ առակը։ Ապրես, եթե դու իր փուշը տեսել ես, խնդիր չկա, փուշը կա, ասում է, խնդիր չկա, բայց ուրեմն դու գերան ունես։ Այսինքն, ստեղ ինչ է ուզում ասի, որ դու էլ ներելու կարիք ունես։ Ու մեկ էլ հոբ, Աստված ջան, չէ, ես այդքան պետք է իր հանդեպ խիստ չլինեմ, փորձեմ ներեմ իրան։ Ու գնամ, այս է լույսը, հասկանում եք, որոշում տվեց, հնարավորություն տվեց։ Ու գիտես դու, երբ որ դու ինչ որ մեկի հետ պետքա գնաս հարցեր լուծես ու գնում ես ներելու կամ ներողություն խնդրելու, հասկանում ես, դու ավելի թեթևացած ես ու հաղթող ես։ Հասկանում ես, հաղթող ես, ամենակարևորը։ Հալելույա։ Գնանք առաջ, թանկագիններս։ Հենց այդտեղ 119 Սաղմոսի 130 խոսքը։ Նայեք, Աստծո խոսքը լուսավորում է միտքը։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս եւ իմաստուն է անում պարզամիտներին։ Աստծո խոսքը, գիտես, շատ ժամանակ քո կյանքի մեջ կարող է դու չիմանաս ինչ ընտրություն անես, ոնց անես։ Հա, ումը տաս երեխուդ, ումը չտաս։ Կանգնած ես ընտրության առաջ, եկել են աղջկա տուզեն, տաս չտաս։ Կամ տղուդ համար պիտի գնաս հարս։ Կամ է քո ձեռքը պիտի տաս կամ չտաս, հա։ Աղոթում ես, Աստված ջան, ինչ անեմ, ոնց անեմ։ Ու գիտես, մեր կյանքի մեջ շատ եղել, որ հիմա ես պատմեմ անկեղծ, թանկագին շատ վկայություններ ունեմ, ուղղակի ժամանակը չեմ ուզում դրա վրա վատնեմ։ Աստված լուսավորում է միտքդ։ Այստեղ են լավն է, այստեղ են լավը չի։ Այս բլանձին կին ուզեք, այս սևահերին մի ուզեք, հա, ասենց լավ։ Հասկանում եք, անկեղծ եմ ասում։ Տերը լուսավորում է միտքը իր խոսքով։ Գնանք Առակաց թուղթ 6-րդ գլուխ 23 խոսքը։ Որովհետև պատվիրանքը ճրակ է եւ օրենքը լույս, եւ խրատի հանդիմանությունները կյանքի ճանապարհ։ Թանկագիններս, մենք որ ունենք Աստծո պատվիրանները մեր կյանքի մեջ, դա ուղղակի չի։ Ուղղակի չենք մենք քրիստոնյա ու սիրում ենք ու պահում ենք ու ապրում ենք պատվիրաններով, դա կյանքի ճանապարհ է։ Գիտեք ինչ կյանքի։ Հավիտենական կյանքի ճանապարհ է դա։ Դա կյանքի ճանապարհը ամեն ու փառք Աստծո այդ պատվիրանքների ու օրենքների այդ հնարավորության ու շնորհքի համար, որ այսօր ես ու դու ունենք մեր կյանքի մեջ, իր խոսքի միջոցով։ Ամեն հալելույա։ Գնանք առաջ, թանկագիններս։ 2 Պետրոս առաջի գլխի 19-րդ խոսքը։ Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե նրան մտիկ անենք, լավ կանենք, ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա եւ լուսաբերը ծագի մեր սրտերումը։ Թանկագինս, Աստծո խոսքը, նայեք, մարգարեական, ինքը մեզի հույս է տալի, համբերություն է տալի, ուժ է տալի, որ մենք հասկանանք, որ մենք սպասենք, միջև որ կհասնի իր օգնությունը։
Աստծո խոսքը ուղղակի չի մեզի ուղղակի չի մեր կյանքի մեջ, որ մեզ հավես լինի։ Այն խավարի մեջ առաջնորդությունն է։ Խավարի մեջ, դժվարությունների մեջ առաջնորդությունն է։ Ուղղակի պետք է որ մենք դրան նայենք։ Մենք մտիկ տանք դրան։ Գիտես, եթե դու գիտես Աստծո խոսքը, Աստծո պատվիրանը, դա նրա համար չի, որ դու լավ իմանաս, դա նրա համար է, որ դու ուղղակի դրա մեջ ապրես։ Այսքան բան։ Հալելույա։ Էսի նրա մասին այսքանի խոսքը թանկագիններս, որ Աստծո խոսքը որպես լույս է մեր համար, մարդու համար։ Հիմա Աստծո խոսքը որպես ջուր։ Ուզում եք մի քանի տեղ էլի Աստվածաշնչից։ Հովհաննես 4-րդ գլխի 13-րդ խոսքից եկեք կարդանք։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Հիշում եք այս դրվագը։ Ով կհիշի այս դրվագը։ Մի կին ջրհորի մոտ Հիսուսը նստած եկավ, ջուր ուզեց, ինքը ասեց, որ իմանաս ով եմ, չես ուզի։ Հիսուսն էլ ասեց, որ դու իմանաս ես ով եմ, դու ինձանից կուզես։ Չէ՞։ Հիշում եք մի հատ հետաքրքիր sense երկխոսություններ, ու Հիսուսը պատասխանեց նրան ասեց. ամեն այդ ջրիցը խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Հավիտյան չի ծարավի։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխի։ Տեսեք նաեւ ով որ խմեց, համ իրանա կյանք տալի, համել իրանից կբխի այդ ջուրը։ Հաջորդ ծառայության դրա մասին եմ խոսալու։ Այսի կարևոր է շատ։ Ամեն։ Նայի, խմես, իրա խոսքը Հիսուսը նմանացրեց կենդանի ջրի, որ դու խմես, հավիտենական կյանք կունենաս, անմահական ջուր է էսի։ Այն հիշում եք, որ պապաները պատմում էին, հեքիաթները, անմահական խնձոր, անմահական ջուր, այս է այդ անմահական ջուրը, թանկագիններս, հերիքա չի, որ դու կփրկվես, հələ մի հատ էլ քեզանից կբխի այդ կենդանի ջրերը։ Բայց որ քեզանից բխի, դու պետքա խմես։ Էսի կարևոր պայմանն է։ Հիմա հաջորդը թանկագիններս Եփեսացիների 5-րդ գլխի 26-27 խոսքերը։ Որ նրան սրբացնե մաքրելով ջրի ավազանովը խոսքով։ Աստծո խոսքով, էդի ջրի ավազանա, որ մեզ մաքրում է ու սրբացնում է, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Թանկագիններս, շատ կարևոր է։ Տեսեք, ասում է, իր տան մեջ ապրողները կարևոր է մարդուն իր տան մեջ լինել, որտեղ ինքը կմաքրվի, կհաստատվի, հասկանում եք, կսրբվի։ Ստե գրած չէ, իր խոհանոցում, գարաժում, գործիքների սենյակը, գործի տեղը կկանգնացնի եկեղեցին արատ, առանց ինչ-որ բիծ։ Հալելույա։ Հիմա նայեք նաև ինչ անում Աստծո խոսքը, աճ է տալի, աճեցնում է։ Գնանք Եսայի մարգարեություն 55-րդ գլուխ, 10-11 խոսքերը։ Որովհետև ինչպես որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ ետ չի դառնում այնտեղ, այլ որոքում է երկիրը եւ նրան արգասավոր անում եւ բողբոջեցնում նրան եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց ուտողին, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարաբիետ չդառնա ինձ մոտ, այլ կատարե իմ ուզածը եւ հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Թանկագինս, Աստծո խոսքը իզուր չի, ինքը որ եկել է իմ ու քո կյանք, ինքը գործ ունի անելու, իրան գործի դրեք։ Իզուր չի, ուղակի չեն նրա խոստումները, ուղակի չեն նրա ձևերը, բանաձևերը, ուղակի չեն նրա պայմաններն ու օրենքներն ու պատվիրանները, իրանք
գործի պիտի դրվեն։ Ում կողմից, իմ ու քո կողմից, իմ ու քո կողմից, իմ ու քո հավատարմության կողմից։ Գիտես ինչի համար է պետք որ ջուրը անընդհատ լինի, ոռոգման, որպեսզի չչորանա, որպեսզի մարդիկ 15 տարի, 10 տարի, 5 տարի, 20 տարի կապ չունի։ Մի տեսակ էլ չեմ զգում Աստծո ներկայությունը։ Մի տեսակ էլ չգիտեմ ինչ պիտի զգամ, չեմ զգում։ Գիտես խի, որովհետև չորություն է, որովհետև սնուցում չկա, որովհետև կենթանի ջուրը պակասում է, որովհետև անձրև չկա, ձյուն չկա, չորություն է, որովհետև մեղքն է շատացել, չորություն է, որովհետև խավարն է շատացել, խավարի մեջ Աստծո ներկայություն չկա, գիտես։ Գիտես, խավարի մեջ երբեք Աստված չի գա, ու ասի, հա ես ինքը իր սրբության մեջ է, էդի մենք պիտի խավարից հեռնենք լույսի մեջ, գանք իր սրբության մեջ, իր ներկայության մեջ։ Էսի լավ հայտնություն էր, չէ։ Կգաս իմ հետ։ Հալելույա։ Թանկագիններս, Աստված շատ մանրակրկիտ հավեսով, պինցետով, լանցետով ինքը կարողանում առանձնացնի բարին չարից։ Ինքը կարողանում է տարբերի բարին չարից։ Ու ինքը երբեք իրանց չի խառնում իրար։ Երբեք։ Կամ էսա, կամ էս, всё։ Ամեն։ Հիմա թանկագիններս մի հատ հետաքրքիր բան ասեմ ու շուտով վայրեջ կկատարենք, մենք միասին ենք, չէ։ Շատ հետաքրքիր հայտնություն եմ տալու քեզ։ Ուրեմն վերջերս երբ որ Հայաստանից վերադարձանք փոթորիկ էր, չէ։ Ուրեմն այդ փոթորիկին ես մի փոքր ամառանոց ունեմ Անտարի կողքին։ Ուրեմն ինչ եկել եմ անհանգստացած, որ այդ ծառները ինչ են եղել։ Ընկել են, որ են ընկել, ինչ են ջարդել, ինչ են փչացրել։ Վերջը գնացիմ մի երկու օր առաջ, կարողացա ժամանակ գտնեմ, գնացիմ, այնքան հետաքրքիր էր, ընկած ծառներ կային։ Ու ուշադրությունս մի բան գրավեց, որ այն ծառները, որ ընկել էին, չէ, պարազիտներ կային վրեկները։ Պարազիտները թուլացրել էին այդ ծառներին։ 3 ծառ տեսա ընկած, 3-ն էլ պատված էին պարազիտներով։ Հիմա կխնդրեմ, որ Դանելը հաջորդ նկարը դնի։ Ուրեմն թանկագիններս, ու որոշում կայացրեցի, որ վաղը գնալու եմ, մտնեմ անտառ, ինչքան ծառներ կան, որ վրան պարազիտ կա, կտրեմ այդ պարազիտներին։ Ծառները չէ, պարազիտներին։ Հիմա նայեք, դուք տեսած կլնեք, սենց ծառներ կան Բորդոյում, շատ կա։ Ամառ ձմեռը սենց կանաչ բաներ կա վրեկները, էսի պարազիտներ են։ Սենց պարազիտներ էլ կան, որ էլի ամառ ձմեռ կանաչ են, բույսեր են, իրանք կպնում են ծառին ու ոչնչացնում են, սնվում են ծառի հաշվին, ուրեմն նայեք, կա բույսային մակաբույծներ, հա, հայերեն մակաբույծը, ու պարազիտը ավելի լավ ենք իմանում, չէ, պարազիտը ինչ է, ուրիշի հաշվին սնվող, սնկային կա, ստե մի երկու նկար կա, մեկ էլ կա կենթանական միջատներ կամ կենթանիներ, որոնք ծառի հաշվին ապրում են ու փչացնում են։ Ուրեմն նայեք ինչ է թանկագինս ամենահետաքրքիրը։ Կյանք, որ սնվում է կյանքով։ Կյանք, որ սնվում է կյանքով։ Ու այն կյանքը, որ սնվում է իսկական կյանքով, ուրիշի հաշվին, նրան սպանում է։ Հիմա տես թանկագինս, այսօր իմ ու քո հավատքը
իմ ու քո կյանքը, իմ ու քո հավերժական կյանքը կարող ուղղակի միացնես պարազիտ կպնի ու ինքը փչացնի։ Ինքը պատճառ դառնա սնվի քո հաշվին, հա? Այս երեխեքի մասին չի, լավ, ես հոգևոր բաների մասին եմ խոսում։ Հա? Մեկ լսել եմ, որ ծնողները երեխեքին ասում են, պարազիտներ։ Ով ասում։ Հա? Քաղցրցեց։ Հիմա թանկագիններս, նայեք, սրանք սննդային գողություն են անում, թունավորում են ու անբավարարվածություն են ստեղծում։ Հիմա ես ու դու մենք ավելին ենք, քան այս ծառները։ Նամանավանդ, որ մենք շատ բարի այգեպան ունենք։ Հա? Պետք է թանկագիններս մենք զբաղվենք մշակելով։ Եթե մենք ծառները թողեցինք ինքնահոսի, ով ասես կգա կլծվի։ Ով ինչ ասես կասի ու կփորձի վերցնի քեզանից։ Ու թանկագինս դու կարաս ուղակի կորցնես քո իրականը։ Կարաս ուղակի ես ու դու պետքա որոշենք մեր կողքերը ով լինի, ով չլինի։ Մենք երիտասարդական ծառայություն ունեցանք շատ օրհնված, փառք Աստծո, շատ կարևոր բաների մասին էի խոսում։ Հա, ես նայում եմ երեխեքին, երեխեքը նայում են պատերին, բայց կարևոր բաների մասին էի խոսում։ Չգիտեմ իրանք կիսվել են ձեր հետ, թե չէ։ Հիմա տեսեք, ես խոսացի չար ընկերակցությունների մասին։ Աստվածաշունչն էլ է խոսում չար ընկերակցությունների մասին։ Թանկագիններս կարևոր է, որ մենք իմանանք ով է մեր կողքին։ Կարևոր է, շատ կարևոր է, որովհետև դուք ասես, հա, ինչա որ ես իր հետ ուղակի հանդիպում եմ մի 10 րոպե հարևանս է, սուրճ ենք խմում եւ այլն, եթե ինքը քեզանից վերցնում է քո վիտամինները, հասկանում ես, եթե գողանում է, ազդում է քո հավատքի վրա, դու զգում ես, որ իրա գնալուց հետո ոնց որ էլ եկեղեցի գնալը հավես չի, հա? Եվ այլն, ասենց բաներ եմ, հա, խոսում, ասենց մի քիչ կարող է ավելի པարզ խոսամ, որ, հա? Գիտեք, էսի խոսում է դրա մասին, որ ինչ որ մի հատ պարազիտ է հայտնվել քո կյանքում, որ ինքը կարա սնվի քո կենթանի ջրերից ու գիտեք որն է հետաքրքիրը թանկագինես, որ օրինակ ծառը ինքը ձմեռը հանգստանում է, տերևները թափում են, չէ՞։ Գարնանը նորից ծաղկում է, նոր տերևներ, նոր պտուղներ, բերք եւ այլն, բայց այս պարազիտները իրանք ամառ ձմեռ քաշում են։ Այդ ծառը, որ արդեն այն ձմեռը, որ հանգստանում է, չէ, ինքը բան չունի, որ պտուղ աշխատանքի մեջ չէ, էլի ոնց որ գարնանը կամ ամռանը, իրանից մեկը քամում են։ Դրա համար երբեք այդ պարազիտները չեն հագենա քեզանից սնվել, քեզանից քաշել, քո հավատքը երբեք չեն հագենա։ Երբեք չեն հագենա վարքաբեկեն, երբեք չեն հագենա չարախոսեն։ Դրա համար կարևոր է թանկագինս, կարևոր է որ դու ուղղակի քչփորես, այս սրանից էլ եմ իմ ամառոնոցում մի հատ ծառ կա, որտեղ ես ջուր եմ կախել ու լվացվում եմ այդտեղ, ուրեմն մի անգամ տենամ այդ ծառի կեղևից սենց սոկ է գնում։ Ու ինձ հետաքրքրեց, այդ ինչ սոկ է։ Ծառի կեղևից խի պետք է սոկ գնա։ Քչփորեցի ու գտա սրանց, այս ժուկերին։ Ուտում էին ծառս։ Սատկացրեցի, քոքներ տվեցի, մաքրեցի, բժշկեցի, հասկանում եք, տեսեք թանկագիններս, գիտես, հավատքը հենց այնպես չի լինում, հավատքը մենք ենք ստեղծում, հա,
Աստծով, Աստծո խոսքով։ Ու եթե ինչ որ մի հատ պարազիտ կա, որ քեզանից գողանում է Աստծո խոսքը, կենթանի ջուրը, քեզանից գողանում է լույսը, հասկանում ես, կարա գողանա քո հավատքը։ Ու գիտեք որն էր հետաքրքիր այդ ընկած ծառների ինչն էր ամենա համ ձողերն էին փդած, համ էլ արմատները։ Ցավալի էր, որովհետև իրանք դեռ կարող էին լինել, կարող էին ապրել, բայց ինչ որ մեկի, որովհետև թողեցին, հա, իրանք շուտ մահացան, իրանք կորցրեցին իրանց։ Հալելույա։ Բայց գիտես, Աստված խոսք ունի պարազիտների մասին իմ ու քո կյանքի համար։ Ուզում ես։ Եսայի մարգարեություն 5-րդ գլուխ 24-րդ խոսք։ Նրա համար, ինչպես որ կրակի բոցը ուտում է մղեղը, մղեղը որն է, այնպես բառեր կա հայերեն, սալոմը, խոտը որ։ Եվ խոտը անցնում է բոցի մեջ, նրանց արմատն էլ փտածի պես պիտի լինի, եւ նրանց ծաղիկը փոշիի պես պիտի վեր ելնի, որովհետեւ նրանք անարգեցին զորած Տիրոջ օրենքը եւ Իսրայելի Սուրբի խոսքը մերժեցին։ Թանկագիններս, Աստծո կրակը գալիս է ու վառում է ամեն ինչը, ինչ որ անարգում է Տիրոջ օրենքն ու խոսքը։ Եթե ինչ որ մեկը կա քո կյանքում, քո մտքի մեջ, կամ եթե դու ունես մի պահ քո մտքի ծայրի մեջ կասկած, որ դու Աստծո օրենքը չես ընդունում ու կյանքը չես ընդունում, Տիրոջ կրակը գալու է ու վառի ու այրի։ Եսայի մարգարեության 10-րդ գլխի 17-րդ խոսքը։ Եվ Իսրայելի լույսը, այսի հզոր Աստվածն է, չէ՞։ Իսրայելի լույսը հուր պիտի դառնա, հուրը գիտեք ինչ է, բոցավառվող կրակ, այրող կրակ։ Եվ նրա սուրբը բոց, եւ այրը ու սպառեն նրա փուշն ու ցախը մեկ օրում։ Թանկագինս խնդիր չկա, եթե մեր կյանքի մեջ այդպես պահեր կան, կասկածներ, որոնք կպել են, հա, մեր մտքին, կպել են մեր սրտին, որ մի քիչ արդեն կարող է կաղանք մեր հավատքի կյանքի մեջ։ Խնդիր չկա, Տերը կարա հասնի այդ հարցերը լուծի։ Կարա վառի ամեն չորացած փդած բաները, Դանը ջան, կարանք առաջի նկարը դնենք։ Վերացնի ու մաքրի ու զտի, որպեսի անարատ պտուղներ լինի։ Հիմա թանկագիններս, կուզեմ գնանք մի երկու օրինակ, այս խոսքը մի փոքր մեկնաբանեմ, այս վերջի խոսքը ու գնանք առաջ։ Ուրեմն լույսը, Իսրայելի լույսը էդի Սուրբ Աստվածա փրկության աղբյուրը։ Ծակոտիները, շվերը, այդ ճյուղերը, հա, խորհրդանշում են վնասակար, չար կամ անօգուտ բաները, որոնք կործանում են կամ խանգարում են հավատացյալին։ Ինքը մեկ օրում կարա դատաստանի դեմ կանգնացնի ու հարցերը լուծի, յուրաքանչյուր ամբարիշտի։ Ինքը ոչ մի խնդիր չունի ու ոչ մի արգելք չունի։ Հիմա թանկագինես գնանք Ղուկասի ավետարան 13-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Այս առակն էլ ասեց, նորից Հիսուսը առակ է պատմում։ Մի մարդ իր այգու մեջ մի թզենի է տնկել եւ եկավ նրա վրա պտուղ որոնելու եւ չգտավ։ Քիչ առաջ ես այս պատմությունն արեցի, հիմա ուզում եմ տեղը կարդամ։ Եվ այգեպանին ասեց. ահա 3 տարի է որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վրա եւ չեմ գտնում, կտրիր դրան, ինչու դա երկիրն էլ խափանի։ Ուղղակի անիմաստ տեղ զբաղեցնի, հա։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տեր, այս տարի էլ թող դրան մինչեւ շանս է տալի, որ մենք կարողանանք պտուղ բերենք, պտղաբեր լինենք։ Հիմա գնանք մի հատ հետաքրքիր տեղ, որտեղ Հիսուսը ինքը իրան ծառայա նմանացնում, չէ՞։ Հովհաննեսի 15-րդ գլուխ։
մի քիչ էլ դիմացեք, շուտով վերջացնում եմ։ Հա? Համբերում եք։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ճշմարիտ որդը ես եմ, այսի Հիսուսի տունն է։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Ճշմարիտ ծառի քոքը ինքն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Թանկագիներս, հիմա ես ու դուք ասենք, բա ոնց է, որ մարդը գա եկեղեցում է ու մեկ էլ եկեղեցում չի։ Վախտը գալիս է, մշակը, հարցերը լուծում է։ Հիմա տեսեք, ես ու դու հնարավոր է, որ մի օր այդ ճյուղերից մեկը լինենք։ Ինչ ասում։ Ասում է, ով որ պտուղ չի բերում։ Իսկ ինչ որն էր պտուղները, հələ ով կարա հիշի։ Հավատք, երկայնամտություն, սեր, խաղաղություն, ժուշկալություն, խոնարհություն, հասկանում եք, թանկագիններս, էսի Սուրբ Հոգու պտուղները Գաղատացիս 5:22, 23, 24 որ գրած է, չէ՞։ Էսի մենք ենք վերարտադրում Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու օգնությամբ։ Էսի ուղակի մի օր մեր մեջից չի ծնվում, ոյ մեկ էլ ես համբերատար եմ, մեկ էլ ես սիրում եմ, մեկ էլ ես հանդուրժում եմ, մեկ էլ ես զսպում եմ եւ այլն։ Հա? Չէ, էսի ես ու դու ենք։ Ու գիտես, ով որ ասում է պտուղ չունի, իրան կտրում է։ Այսինքն, ով որ չի համապատասխանում Աստծո զավակ կոչումին, հասկանում ես, որովհետև էսի մտքով չի, պայմանավորված չի, էսի կյանք է ու կյանքով է։ Կարող է մի քիչ կոպիտ հնչեց, բայց իրականություն է, ես չեմ ասում, Հիսուսն է ասում։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Իմ սիրելի Բորդոյի եկեղեցի, ձեզ եմ ասում, կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չի պտուղ բերել, եթե որդումը չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Թանկագիններս, մեզ կարևոր է, որ կպած լինենք միշտ Հիսուսին, մտած լինենք նրա մեջ, ու այդ ժամանակ, երբ որ գիտես մեր աղբյուրը, մեր սնուցումը Հիսուսից է, նրանից վատ բաներ չի գա մեր կյանքի մեջ, հա? Նրանից վատ բաներ չի գա իմ կյանքի մեջ, ու էդի որտեղ է ինքը, իրա տան մեջ, իրա խոսքի մեջ, ես որդն եմ դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չէ կարող ոչինչ անել։ Եթե մեկն ինձանում չի մնում, նա դուրս է գցվում, ինչպես ճյուղը եւ կչորանա, եւ ժողովում են նրանց եւ կրակի մեջ գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, խնդրեք եւ կլինի ձեզ։ Սրանում փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Թանկագիններս, նայեք, պայման է տալի մեզ։ Ուզում եք ինչ որ կամենաք, ինչ որ խնդրեք լինի, խնդիր չկա, ասում է, ինձի պետքա կպած լինեք ու պտղաբեր լինեք։ Ու պտուղները մենք լավ գիտենք ինչ է։ Ինչ պտուղներ պետքա լինի իմ կյանքի մեջ, այսինքն ինչպիսին ես պետքա լինեմ, որ հարաբերություն ունենամ Աստծո հետ ու որպեսի ինչ ուզենամ, ինչ կամենամ, ինչ խնդրեմ լինի։ Ուզում ենք Աստծուց բժշկություն, հաջողություն, ֆինանսներ, հնարավորություն, շատ դռներ ենք ուզում բացի Աստված։ Աստված էլ է ուզում բացի։ Աստված էլ է ուզում բացի, բայց ասում է, տես, եթե դու ինձանում ես, ինձանից ես սնվում, իմ կենթանի ջրերից ու իմ լույսը քո կյանքի մեջ կա, դու պտղաբեր մարդ ես, ու որովհետև դու պտղաբեր մարդ ես, դու կարաս խնդրես, եւ ինչ որ խնդրես իմ հայրը կանի, որովհետև արդեն մենք մտնում ենք ինչի մեջ, ուխտի մեջ, մենք մտնում ենք գործածության մեջ, մենք պայմանագիր ենք անում, թանկագիններս, ամեն, ուրիշ բառերով ասած։
Հիմա տեսեք, սիրելի եկեղեցի, մի հատ հետաքրքիր խոսք եմ կարդում ու այս սրանով կոչանեմ ձեզ, որ մենք կանգնենք Տիրոջ առաջ ոտքի, այս խոսքը ուղղակի թանկագիններս, Տիրոջ խոսքը, Տիրոջ լույսը ու ջուրը մեզ միաբանում է իրար, ներդաշնակությունն է բերում, հոգատարությունն է բերում, խնամք է բերում մեկը մյուսի հանդեպ։ Ու գիտեք, այդ ամեն ինչը, որ մենք իրար համար հոգ ենք անում, միաբանվում ենք իրար հետ, սիրում ենք իրար, սեր ենք ցույց տալիս, հարգում ենք, ներում ենք, ժպտում ենք, գնահատում ենք, էսի մի հատ վայր է ստեղծում, որտեղ բնակվում է Աստված։ Որտեղ բնակվում է Աստված։ Հասկանում ես, որ քո մեջ կա, որ դու համբերատար լինես, որ քո մեջ կա, որ դու հավատք ունենաս, երկայնամիտ լինես, սեր ունենաս եւ այլն եւ այլն։ Ու էդի մեծ շփումի մեջ է, ուղղակի ես իմ մեջ չեմ համբերատար, որովհետեւ ինքը աղջի գցում, բայց ես շարունակում եմ համբերել։ Չէ, արդեն գցում է, ասում այ մարդկանց ասա, որ արդեն գցում եմ, նորմալ է։ Օրինակ եմ, չգիտեմ ինչ օրինակ բերեմ։ Բայց ես զսպում եմ, այսի է համբերությունը։ Ու գիտես, այդ զսպվածության մեջ կա Աստծո ներկայություն։ Աստված չի կարա բնակվի այնտեղ, որտեղ ատելություն է, հասկանում եք։ Աստված չի կարա բնակվի այնտեղ, որտեղ հավատք չկա։ Աստված չի կարա բնակվի այնտեղ, որտեղ իր խոսքը ամենից բարձր դրված չի, որտեղ իր պատվիրանը անարգված է, չի կարա այդտեղ բնակվի։ Ամեն։ Հալելույա։ Եփեսացիների 2-րդ գլխի 21-22 խոսքը թանկագիներս։ Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջ սուրբ տաճարը դառնա։ Մենք թանկագինես, ամեն մեկս մեր բնավորությամբ, մեր հասկացողությամբ, մեր ճանապարհներով, մեր լեզաշելացով, ինչով որ կանք, մենք գալիս ենք Աստծո տան մեջ, ու մենք գալիս ենք միաբանության դաշտ, ներդաշնակության։ Մենք գալիս ենք, որովհետև մենք ընդունում ենք Աստծո տունը, ու Աստծո տունը ընդունում է մեզ, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Ամեն։ Կարող է ես մարդ եմ եղել, որ զսպվածություն չեմ ունեցել։ Գիտես, մեկ է շատ եմ հաճախ եմ հանդիպում մարդկանց, ասում եմ, դե ես ճիշտ ասող եմ, ես չեմ վախենում ճակատին ճիշտ ասեմ։ Լսի, բայց Աստված չի ասել, որ եթե դու ճիշտ ասող ես, գնա ճակատներին ճակատ տուր։ Ասում եմ, զսպված եղեք։ Հիշում եք մունջ ոչխարի մասին։ Ինքը նես չէր, որ ասելու բան չուներ Հիսուսը։ Նես չէր, որ չէր կարա դակազատաներ, ճիշտն ու սխալը, իր տեղերը շարեր, բայց լռեց, որովհետև ավելի ուժ ու զորություն կար զսպվածության մեջ, քան խոսալու մեջ։ Ամեն։ Ահա Տիրոջ բնակավայրը թանկագինս։ Ահա մարդը, որ հաճախում է եկեղեցի, Աստծո խոսքը իրան կերակրում է, Աստծո խոսքը իրան մշակում է, Աստծո խոսքը խնամք է անում, ու մարդն էլ բարի պտուղներ է ունենում իր կյանքի մեջ։ Ու այդ երբ որ այգեպանը գալիս է, չի ասում կտրեք, ասում է բերեք համ տեսեմ իր պտուղները, բերեք տենամ ինչ համով է, հասկանում եք, սիրելիներս, կյանքը մենք կյանքից պետք է առնենք, կյանքից պետք է սպասենք, մենք չենք կարա կյանքը ստեղծենք, կյանքը կյանքից է ուղղակի գալիս, էդի մենք պետք է վերցնենք, ամեն, ով օրհնված թող ամենաբարձր ամենն ասի,
Հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Ես էլ եմ շատ օրհնված, Տերը օրհնի ձեզ։ Հալելույա։ Մի փոքր նայում եմ, ոչինչ չեմ բաց թողել, կարծես թե ամեն ինչ ասեցի։ Փառք Հիսուսին։ Հիմա ես կոչ կանեմ ձեզ, սիրելի եկեղեցի։ Եկեք կանգնենք մեր Տիրոջ առաջ ու աղոթ կանենք։ Հալելույա։ Թանկագիններս, եթե դուք ինչ որ բանի կարիք ունեք աղոթելու կամ խորհրդակցելու, խնդիր չկա, ծառայությունից հետո կարող եք մոտենալ, մենք միասին կաղոթենք առանձին ձեր խնդիրի համար կամ ինչ որ հարցի համար, խնդիր չկա։ Բայց հիմա ես ձեզի կոչ եմ անում, սիրելիներս։ Գիտեք, շատ ժամանակ մենք չենք ուզի, որ մեր կյանքում պարազիտներ հայտնվեն։ Ու գիտեք, անկեղծ ասած, պտղաբեր ծառերի վրա ավելի շատ են պարազիտները գնում։ Ու նամանավանդ, որ դու սիրում ես Աստծուն, ու դու սիրտ ունես Աստծո առաջ, հաստատ ինչ որ բաներ կա, որ հարցակումներ կան քո մտքի վրա։ Այդ ինչ է, դա մտածած է, մարդիկ են մտածել, մեկը հրեաներն են մտածել, մեկը բիզնես է, մեկը չգիտես ինչ է։ Բայց սիրելի եկեղեցի, Աստված ռեալ է ու կենդանի։ Ու իր խոսքը կենդանի է ու կատարյալ։ Ես պիտի կոչ անեմ քեզ, որ մենք առաջին աղոթենք, որ մեր գլխավոր, կարևոր, կատարյալ այգեպանը ուղղակի մեզանից հեռացնի ամեն պարազիտները, ամեն մակաբույսները, որ սնվում են մեր հաշվին, մեր հավատքի հաշվին, մեր տեսիլքի հաշվին։ Ու խնդրենք, որ Սուրբ Հոգին ուղղակի լրացնի ու լիացնի մեզ կատարյալ պտուղներով ու պահի մեզ իր կենդանի ջրերի մոտ, ջրերի մեջ, որպեսզի մենք լինենք քաղցր պտղաբեր։ Ամեն։ Եթե դու համաձայն ես իմ հետ, թանկագինս, ուղղակի փակի աչքերդ ու մեկնի ձեռքերը դեպի Աստված ու մենք աղոթ կանենք միասին։ Ամենակարող Հայր Աստված, ահա մենք քո առաջ ենք կանգնած, Տեր, բարձրյալ, երկինք երկիր արարիչ, շնորհակալ ենք քեզ այսօր, որ հորդորում ես մեզ, Տեր Աստված, որ սովորեցնում ես մեզ, որ օգնում ես մեզ, Տեր, որպեսզի մենք ճանաչենք, իմանանք մեր տեղը, մեր ով լինելը, զորեղարքա, ահա մենք ամեն մեկս, որպես մի պտղաբեր ծառ քո առաջ, քո արքայության մեջ, Տեր Աստված, կանգնած անկեղծ ասում են քեզ, Տեր, կան բաներ, կան պահեր, մակաբույցներ, Տեր Աստված, որ ուղղակի մեր հավատքի հաշվին, Տեր, զորանում են։ Խնդրում ենք Տեր Աստված, որ հանես դրանց մեր կյանքից։ Խնդրում ենք Տեր Աստված, մաքրես մեզ, Տեր, ամեն տեսակ մեղքերից, Տեր Աստված, որ խանգարում են մեզ, Տեր, որ քո կենդանի ջրերով մենք սնվենք, քո լույսը, Տեր Աստված, մենք վայելենք, Տեր, խնդրում ենք, մեղքեր կա մեր կյանքի մեջ, Տեր Աստված, որ պարազիտի նման մեզ չորացնում են, Տեր, վերցնում են մեզանից, Տեր, կենդանի ջրերդ, խոսքդ, Տեր, խնդրում եմ ների ու մաքրի մեզ, Տեր Աստված, որպեսզի մենք խավարի մեջ չլինենք, Տեր, այլ լինենք քո կատարյալ լույսի մեջ, Տեր,
ու քո խոսքը կատարյալ, կենթանի լինի մեր կյանքերի մեջ, Տեր, ինչպես ջուր, Տեր Աստված, որ կմաքրի ու կսնուցի մեզ, Հայր Հիսուսի անունով։ Խնդրում ենք, Տեր, ների մեզ մեր մեղքերը, Տեր Աստված, եւ ազատի մեզ մեր մեղքերից, Տեր, Հիսուսի անունով, զորեղ Աստված։ Փառած Տեր, շնորհակալ ենք քեզ քո տան համար։ Շնորհակալ ենք քեզ քո կենթանի խոսքի համար, որ դու ունես քո տան մեջ, Տեր Աստված։ Գոհանում ենք քեզանից այս շնորհքի ու պատվի համար, Տեր Աստված, որ մենք կարող ենք ճանաչել քեզ քո տան մեջ։ Շփվել քո հետ, խոսել քո հետ, լսել քեզ, Տեր։ Փառք եւ գոհություն ու շնորհակալություն քեզ։ Դու ամենակարող Աստված ես եւ մենք դա ընդունում ենք եւ ասում ենք այդպես է, Տեր։ Եվ դրա համար զորեղ արքա, քո արքայությունը, քո հավիտենական կյանքը թող հաստատուն ու հաստատված լինի ամեն մեկիս կյանքի մեջ, Տեր։ Փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Սիրելի եկեղեցի, ես ուղղակի քեզ կոչ եմ անում, որ ուղղակի վերցնես հանձնարարություն ինքդ քո կյանքի մեջ, ինքդ քո կյանքի վրա։ Մի թող կյանքդ ինքնահոսի, հետևիր կյանքիդ։ Դու մարդ ես, Աստծո ստեղծած Աստծո նման։ Ուրիշ բառերով, դու Աստծուց կպած մի կտոր Աստված ես։ Մի թող ինքնահոսի ոչ մի բանի։ Իշխանություն ունես որոշում անելու, իշխանություն ունես քո անձը ճիշտ տեղ պահելու, ճիշտ ջրերի մոտ ու ճիշտ ժամանակին պտուղը տաս ու երբևիցե չթարամես ու քամիներից չընկնես։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառացնի իրերսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իրերսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եկեք միասին ասենք, իմ սիրելի եկեղեցի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ մեր Հայր Աստծո սերը եւ մեր Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորիս հետ լինի։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։